Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այն ինչ խորհրդարանի նախագահը պատմեց ամբիոնից, մեր պատմության այլընտրանքային մեկնաբանություն չի։ Ես արդեն գնալով համոզվում եմ, որ խորհրդարանի այս հատվածը հանրակրթության այն դասագրքերը, որոնք գրել է այս հատվածը, սերտել է, այս հատվածը չգիտեմ ինչով է զբաղված եղել պատմության դասերին։ Կարդում եմ այն պատմության դասագիրքը, որով սովորել ենք բոլորս, եւ դուք եք գրել էլի այս պատմության դասագիրքը ընկերներ, սկսենք այդ հայ թաթարականից։ Ցարական Ռուսաստանի հակահայ քաղաքականությունն ավելի վատթար դրսևորում ունեցավ ռուսաստանյան առաջին հեղափոխության տարիներին։ Նիկոլայ II մտադիր չէր զիջելու իր միահեծան իրավունքները։ Հեղափոխական ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը գործադրեց բազմազգ կայսրության ժողովուրդների միջև կրոնական ու ազգային թշնամանք եւ զինված բախումներ հրահրելու դավադիր ծրագիր։ Անդրկովկասում այն կիրառվեց հայերի եւ տեղի թուրք թաթարների դեմ։ Մենք սենց ենք սովորել պատմությունը։ Բայց օրինակ այս պատմությունը չենք վերցնում գնում Ռուսաստանի Դաշնություն բանակցելու ԵԱՏՄ եւ տնտեսության մասին։ Չենք գնում, մոռացել ենք, ուրացել ենք այս պատմությունը։ Հայեր չէին, որ զոհվեցին այդ բախումների ժամանակ։ Դրանից հետո ցեղասպանության մասին մեծ տերությունների կողմից հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը։ Հայկական հարցի միջազգայնություն ոչինչ չտվեց հայությանը։ Հայ մանուկները սովորում են այս տեքստը դպրոցում։ Սա մենք չենք գրել, դուք եք գրել։ Ընդհակառակը ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին, այսինքն գրած չի, որ թուրքերը արյունարբու են ի բնե, գրած մեծ տերությունները այնքան բզբզացին, մինչև Օսմանյան կայսրությունում սրվեցին արդեն իսկ գոյություն ունեցող հակահայկական տրամադրությունները, բայց դրանք գենետիկ չէին, տենց բան գրքում չկա գրած։ Հայկական հարցից ազատվելու համար Սուլթան Համիդը ընտրեց խնդրի լուծման բարբարոսական ճանապարհ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը։ Եվ վերջինը Բրեստ-Լիտովսկի հաշտությունը եւ Տրաբզոնի բանակցությունները 1914 թվականից հետո 18 երևի։ Միաժամանակ Թուրքիան պահանջ դրեց, որ Անդրկովկասը անջատվի Ռուսաստանից իրեն անկախ հռչակի։ Սա մոտավորապես նշանակում է, որ Թալատ Փաշան եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը այդպիսի անկախության հարց են դրել մեր առջև, այս այն Ալիևյան սահմանադրություն, չգիտեմ ինչ եւ այլն։ Գրած է դասագրքում, մենք մեր պատմությունը սենց ենք սովորել։ Դուք որտեղ եք եղել պատմության դասերին։ Այսօր գալիս է ինչ ասում է ամբողջ ֆրակցիան ասում է խնդրում եմ, եկեք չմտածենք, զուտ ֆիքսենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք են, թշնամի են։ Այդ ֆիքսենք, հետո կհասկանանք, որ երկիրը, որ գերտերությունը մեզ ոնց է ուզում օգտագործի որպես գործիք մեկ այլ գերտերության դեմ։ Ուղեղը անջատելու, չմտածելու ուրիշ ավելի լավ առաջարկ կա, քան եկեք մի հատ ֆիքսենք մի բան, դրա մասին դա չվիճարկենք։ Ընդ որում, հարգելի գործընկերներ, երբ մի գերտերություն մի ուրիշ երկրի ուզում է օգտագործի մի ուրիշ գերտերության մեջ, չի գնում լրիվ, ասենք, առանց կոնտեքստի, առանց պատճառի, ընտրում ասում, այ դու կաշխատես իմ համար։ Գնում նայում է տեսնում այդ մյուս երկրում ինչ թեմա կա, որ ինքը կարա բզբզա վերցնի եւ օգտագործի իր հարաբերությունները մեկ այլ գերտերության հետ բարձելու համար։ Կներեք ես բորբոքվելուց համար, հիմա անցնեմ բուն ելույթին։ Արտաքին գործերի, հարգելի գործընկերներ եւ միջազգային առևտրի նախարարություն։ Մեր նախարարությունը վերանվանվել է եւ հետայսու 4 հանձնաժողովների հետ պետքա գործ ունենա։ Եվ ես ուզում եմ կարճեմ այս առիթից ու վերադառնամ նախորդ հանձնաժողովի քննարկման տիրույթ, որ իհարկե տնտեսականը չէր, ֆինանսա-բյուջետային էր, բայց կապ ունեն այս թեմաները միմյանց հետ։ Ուժեղ Հայաստան ուժը իրեն ներկայացրեց որպես լիբերալ ազատական տնտեսության կողմնակից ուժ, որը սակայն կողմնակից է պետության առավել մեծ կարգավորիչ դերին։ Եվ այստեղ կարգավորիչ դերի մասին իհարկե արժե խոսել, հասկանալ, թե ինչ նկատի ունեն մեր գործընկերները, որտեղ այդ դերը երկու տեսակ կարա լինի։ Օրինակ, պետությունը կարա հակամենաշնորհային օրենքներ ընդունի, հակամենաշնորհային օրենքներ, որպիսի ու դա կստացվի իսկապես պետության միջամտություն ազատ շուկայի մեջ, որպիսի հանկարծ բնական մենաշնորհ կամ առավել եւս արհեստական մենաշնորհ չձևավորվի այդ տնտեսության մեջ։ Սակայն դուք, պարոն Կարապետյան, ձեր հարցազրույցներից մեկում ընտրում եք պետության միջամտության մյուս ձևը։ Ասում եք, եթե դու ազատ շուկա թողնես, մեր երկրի պահանջարկի քանակը շատ քիչ է, որպիսի
ես բառացի եմ մեջ բերում, որպեսզի արտադրությանը հերիքի։ Եթե մենք ուզում ենք լուրջ արդյունաբերական հիմնարկ ունենանք, մենք պետք է կոնսոլիդացնենք ամբողջ պահանջարկը։ Փոքր երկիր ենք, եթե մենք Թուրքիայի չափ երկիր լինեինք 80 միլիոն բնակչությամբ, իհարկե մրցակցային դաշտ կստեղծվեր։ Եթե դու ուզում ես գործարան ունենաս, դու պետք է կոնսոլիդացնես պահանջարկը, ստիպես ինչ որ առումով, որ պահանջարկը մի տեղ լինի, որ կարողանաս այդ մասշտաբի հումք պատվիրես, շատ աշխատակիցներ պահես, արտադրողականությունը մեծացնես ու մրցակցես չինացիների հետ։ Ստիպես, որ պահանջարկը մի տեղ լինի։ Այսինքն դուք առաջարկում եք, Հայաստանի շուկան ասում եք փոքր է, մենք պետք է ինչ որ մի ոլորտ տանք մի որևէ, ես պնդում եմ ընտանիքի, ասենք ստիպենք, ասենք էլ ուրիշ ոչ ոք չի զբաղվում, օրինակ, ինչեր են լարերը, մալուխների արտադրությամբ զբաղվում են Կարապետյանները։ Չգիտեմ ինչի արտադրությամբ զբաղվում են Խաչատրյանները, այս ինչի արտադրությամբ Սարգսյանները, այն ինչի արտադրությամբ Քոչարյանները։ Ինչու են սենց անում, որ Հայաստանի շուկան փոքր է, մենք պիտի Չինաստանի հետ մրցենք, մեծ գլոբալ նպատակ ենք դրել։ Սա մեզ ծանոթ օլիգարխիայի վերածննդի ճանապարհային քարտեզն է։ Մենք բոլորովին վերջերս ենք դուրս եկել նման տնտեսական համակարգից։ Հիմա այնուամենայնիվ վերադառնամ բուն արտաքին գործերի այդ թեմայի մեջ, հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, ես շատ եմ մտածում ես սպառնալիքը եկեք ֆիքսենք, հետո կմտածենք ում հետ ենք համագործակցում։ Այս թեմայի մասին շատ եմ մտածում, նաև շատ եմ մտածում, շատերը գալիս եք այստեղից ասում ենք մենք հայամետ ենք։ Դա ստուգելու լավագույն ձևը իրականում փորձելն է մնացած բոլոր պետություններին վերաբերվել նույն ձև։ Դա պետք է դուք փորձեք այստեղից ասել։ Այդ դա կլինի ստուգելու ձև, արդյոք հայամետ եք, թե հայամետ չեք, որովհետև եթե դուք որոշել եք գաք այստեղ տարբեր պետություններին, մեկին վերագրեք լավ մտադրություններ, հետո իրա վատ մտադրությունները հիմնավորեք մեր գործողություններով, այդ չեղավ հայամետություն։ Եվ այս իրականում բանաձևն աղկինում վարչապետ Փաշինյանը տվել է, անդրադառնալով հետևյալ դիվանագիտական ձևակերպմանը, որ աշխարհում չկան մշտական թշնամիներ եւ բարեկամներ, կան մշտական շահեր։ Ձևակերպումը Այս արդեն իմ բառերով եմ ասում, այդքան էլ օգտակար ձևակերպում չի հայերիս, Հայաստանի ժողովրդի համար, որովհետև այս ձևակերպումը մեզ համար ծուղակ է ստեղծում։ Մենք սկսում ենք մտածել ոչ թե իսկապես մեր շահերի մասին, այլ սկսում ենք մտածել ում հռչակենք թշնամի։ Հետո կմտածենք, թե շահերը ոնց դասավորենք դրա նկատմամբ։ Մենք պետքա փոխենք այս բանաձևը եւ սկսենք մտածել հետեւյալ կերպ, որ բոլոր երկրներին պետք է վերաբերվենք նույն ձև։ Բոլոր երկրները կարող են ագրեսիվանալ եւ մենք դա աշխարհում տեսնում ենք։ Այլ երկրների վրա կարող են հարձակվել, ոչ անհրաժեշտաբար մեր վրա, բայց դա ցույց է տալիս, որ բոլոր երկրները կարող են ագրեսիվանալ եւ սկսել պատերազմներ։ Չկան այնպիսի երկրներ, որոնք չեն կարող ագրեսիվանալ։ Եվ սա վերաբերվում է հավասարապես բոլոր երկրներին։ Եթե այս վերաբերմունքը դուք կարողանաք որդեգրել, ես կհավատամ, որ դուք հայամետ կամ հայաստանամետ ուժ եք։ Մենակ այս թեստի շնորհիվ, թե չէ հակառակը, եկեք մի բան ֆիքսենք ու այդ մասին չմտածենք, ու հետո փակուղի տանող ձևակերպումներ են տալիս։ Երկու ուժ էլ ասել եք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց ոչ ի հաշիվ հայոց ցեղասպանության ճանաչման։ Այդտեղ տարածք չկա։ Այսինքն ստացվում է այն օրը, երբ դուք գնում եք Թուրքիայի հետ բանակցությունների, դիցուք իրենք այդպիսի պահանջ չեն դնում հրաժարվելու հայոց ցեղասպանության ճանաչումից։ Ձեր գործողությունները ո՞րն են լինելու։ Այդ սենյակից եթե դուք դուրս եկաք առանց անձամբ խոսելու հայոց ցեղասպանության պահանջից, պրոբլեմա, տանը ձեզ ասելու են, որ դուք ուրացել եք հայոց ցեղասպանությունը։ Եթե խոսակ, այդ խոսակցությունը փակուղի է մտնելու, որովհետև կստացվի, որ նախապայման եք դնում հայոց ցեղասպանությունը։ Այդ ձևակերպումը եկեք կարգավ, չէ, իրանք չեն դնում։ Իրանք դուք եք սկսում խոսակցությունը։ Իրանք տեղից մի-մի։ Այն րոպեին, երբ դուք այդ հանդիպումից դուրս եկաք եւ հայոց ցեղասպանության հարցը ինքնուրույն չբարձրացրեցիք, Տիկին Հովսեփյանը ասելու է, ինքը գնացել էր Թուրքիա բացառապես հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջելու։ Դա ասելու է Քրիստինե Վարդանյանը, ձեզ ուրանալու մեջ են մեղադրելու ձեր իսկ թիմակիցները։ Եվ մի վերջին դիտողություն, ես համաձայն չեմ, որ Քոչարյանը միացավ դաշնակցությանը, այդպես ձևակերպեցիք։ Ոչ թե դաշնակցությունը միացավ Քոչարյանին։ Քոչարյանը, պարոն Ռոբերտ Քոչարյանը, դաշնակցության մտածողության եւ նրանք, ովքեր կմիանան այդ մտածողությանը, ի հեճուկս մեծ պատմության դասագրքի, դրա եւ ադրբեջանցիների միջև միջնորդն է։ Այն հայտնի հարցազրույցում, որը ես մեջ բերեցի, որտեղ լրագրողը հարցեր էր տալիս պարոն Քոչարյանին, իրան հարցում ասում այդ մահ կամ ազատություն կարգախոսի մասին ինչ եք մտածում, պարոն Քոչարյան։ Պարոն Քոչարյանը ասում է,
Ես այդքան էլ լավ չգիտեմ պատմությունը, բայց ենթադրում եմ, որ դուք խոսում եք լրագրող ասում դե դաշնակցության մասին, ասում հա, կարծում եմ, որ արդի ժամանակներ են եկել, էլ ռելևանտ չի այդ արտահայտությունը։ Նաև ասում էր, որ Ադրբեջանն էլ ունի վերադարձ իրավունք, այդ բոլորին վերջերս էր ասում, նա էլ չի կարա հրաժարվի, ինքը միջնորդն է ձեր ու Ադրբեջանի միջև։ Շնորհակալ եմ։